Բարև ձեզ սիրելի գաղափարակիցներ, սիրելի ընկերներ, սիրելի արթուն մարդիկ։ Ես մի քանի օր լայվ չէի մտնում, չէի խոսում, որպեսզի ժամանակ տամ նաև impeachment-ի շուրջ որոշ գործընթացներ բան չլեն, հանկարծ շեղվեն իրենց ընթացքից։ Այսօր կարճ կամփոփեմ մի քանի բան, որպեսզի դուք իմանաք, տեղյակ լինեք, որպեսզի հանրությունից ոչ մի բան չթաքուն չլինի, դուք այս ամբողջ գործընթացի մասնակիցներն եք էկրաններից այն կողմ։ Սկսեմ impeachment-ի գործընթացի վերջին օրերին այդ իրադարձություններից։ Արդեն շուրջ 2 ամիս է հանրային դաշտում քաղաքական օրակարգի թիվ 1 հարցն է, impeachment-ի հարցը, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը։ Սա իրականում բավական պարզ հարց է, որովհետև Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել միայն մեկ տարբերակով, դա անվստահության գործընթացն է։ Հետևաբար, բացի այդ անվստահության գործընթացից ցանկացած բան, որ անում է ընդդիմադիր այլ գործունեությամբ զբաղվող մարդիկ, դա, չգիտեմ, ճաշակի հարց է, բայց դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ բացարձակ որևէ կապ չունի ու չի կարող ունենալ։ Նիկոլ Փաշինյանին այսօր հեռացնելու միայն մեկ տարբերակ կա, դա impeachment-ն է։ Այդ մասին արդեն բոլորը գիտեն, այդ հանրայնացման մասը մենք արդեն անցել ենք։ Impeachment-ի շուրջ դիրքավորումը եղավ հետևյալ կերպ. երկու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ձեզ քաշ ծանոթ Հայաստան խմբակցություն եւ Պատիվ ունեմ խմբակցություն։ Հայաստան խմբակցությունը սկզբում հայտարարեց, որ անվերապահ կդնի իր ստորագրությունները, ինքը տեխնացու չունի, ինքը չկա տեխնացու եւ եթե Պատիվ ունեմ առաջադրում է տեխնացու, ինքը առանց որևիցե պայմանի ստորագրում է այդ գործընթացի տակ, այդ մասին խոսացել է օրինակ Գեղամ Մանուկյանը, ապրիլի 26-ի իր հարցազրույցում 24 news.am-ում այդ վիդեոն ես կհրապարակեմ շուտով։ Պատիվ ունեմը որպես փոքր խմբակցություն, ավելի փոքրաքանակ խմբակցություն, սիրելի ժողովուրդ, առաջնահերթության իրավունքը կոռեկտությամբ զիջեց Հայաստան խմբակցությանը եւ սկզբնական առումով հայտարարեց, որ ինքը հայտարարում է այս պահին չունենք տեխնացու, այսպես ասած փոխանցեց իրավունքը տեխնացու առաջադրելու Հայաստան խմբակցությանը, այդ թվում նաեւ Պատիվ ունեմի խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ցանկացած տեխնացուի, այդ թվում նաեւ հնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը, որ իրանք կողմ են եւ կողմ կքվեարկեն։ Հայաստան խմբակցությունը հայտարարեց այդ ժամանակ, որ ինքը մայիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստան խմբակցության հայտարարությունը, եթե չեմ սխալվում, հայտարարեց, ինչ-որ պայմաններ դրեց, անհասկանալի, շատ անհասկանալի, ես չգիտեմ ում առաջ էր դրել պայմանները, որովհետև ըստ էության հանրության առաջ ինչ-որ պայմաններ էր էլի դնում, որ իրավունքը ըստ էության չուներ Հայաստան խմբակցությունը։ Բայց ինչ-որ պայմաններ սկսեց բրթել։ Ասեց, որ 8 ինչ-որ մաթեմատիկական հաշվարկներ են արել իրանք, չգիտեմ ինչ հաշվարկներ են դրանց մասին, բացարձակ տեղեկություն չունեմ, հայտարարեց, որ 8 ձայն է պակասում, չգիտեմ ինչ, էդի բերեք, հետո մենք մերը կտանք, հետո մեկ էլ ժողովուրդ բերեք երկրորդ պայմանով ասեցին Հայաստան խմբակցության падգամավորները, շատ ծիծաղելի բաներ, պայմաններ, ժողովուրդ պետք է բերենք մենք, այսինքն մենք այտենց ոչխարի հոտ ենք, էլի պետք է այտենց հավաքվենք, գնանք Հայաստան խմբակցության բալկոնի տակ կանգնենք, ասենք եկել ենք, իրանք ելնեն sense գլխականակով հաշվեն, ասեն մենք այդքան կանք չկանք, նոր մտնեն impeachment-ի թեմայի մեջ։ Ինչպես նշեցի, դեռևս ապրիլի 26-ին Հայաստան խմբակցության падգամավորները բավական լոյալ էին, ավելի լավ էին տրամադրված։ Իրականությունը հետևյալն է, որ մայիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանը հավաքել է Հայաստան խմբակցության падգամավորներին եւ հայտնել է, որ այս impeachment-ի գործընթացը իր դեմ է,
Բացատեսը կբացատրեմ ինչա նշանակում իր դեմ եւ ամեն գնով պետքա կռիվ տալ, պայքարել եւ որպեսզի այդ իմպիչմենտի գործընթացը տեղի չունենա։ Ինչից հետո ծնվել է այդ երկու հիմարագույն պայմաններով, չգիտեմ ում այդ առաջը դրված այդ պայմանները, ում առաջա պայման դնում ընդդիմությունը, այդ հայտարարությունը, որը ծիծաղալու է, որը նույնիսկ մտածում ենք, որ ինչ-որ մեկը ջարդել է Հայաստան խմբակցության էջը, ու այդպես շուտ պայմաններով բան է արել։ Հիմա ծնվել է երրորդ պայմանը, ժողովուրդ ջան, բռնվեք։ Հայաստան խմբակցությունը ոչ միայն չի տալիս իր ստորագրությունները, այլ նաև առաջա քաշում երրորդ պայման։ Երրորդ պայմանը, այս երկու պայմանը հələ հիշում ենք, չէ՞, որ շրջանկապ պայմաններ էին։ Երրորդ պայմանը հետեւյալն է, որ մենք տենց եթե շատ զորեք ստորագրենք, բայց ինչ որ ժամկետով ենք ստորագրելու, հանց չի որ տենց մենք տենց ֆուլ ստորագրում ենք, մենք տենց ստորագրում ենք տենց մի 10 օրով, մի 5 օրով, այդ 5 օրում արեք impeachment, թե չէ մենք մեր ստորագրությունները հետ ենք վերցնում։ Սա երևի գնալով ամեն մի պայման ավելի ու ավելի իրականությունից կտրված է դառնում։ Ուրեմն Հայաստան խմբակցության այդ գաղափարը առաջ տանողին ուզում եմ ասեմ, քանի որ գիտեմ ով է, Ռոբերտ Քոչարյանն է, ուզում եմ ասեմ հետեւյալը, Ռոբերտ Սեթրակիչ։ Եթե դուք նախաձեռնում եք impeachment-ի գործընթաց, մեծ սիրով մենք կմիանանք բոլորս շատ հանգիստ, շատ լավ, շատ արդյունավետ, առանց վերապահումների, առանց որևէ պայմանի կմիանանք, կօգնենք, կանենք իրար հետ։ Եթե դուք չեք նախաձեռնում impeachment, այդ նախաձեռնում են ուրիշ մարդիկ, ապա առնվազն տարօրինակ է, որ դուք ձեզ ինչ-որ իրավունք եք վերապահում այդ ուրիշ մարդկանց ինչ-որ պայմաններ թելադրեք, այդ ուրիշ մարդկանց ինչ-որ ձեր օրակարգը եւ ձեր ստրատեգիան թելադրեք, այն մարդիկ, ովքեր որ նախաձեռնում են impeachment, դուք ձեր այսօրվա հայտարարությունում նշեցիք, որ քաղաքական պատասխանատվությունը իրանք են կրում։ Դե եթե իրանք են կրում քաղաքական պատասխանատվությունը, ուրեմն իրանք թող որոշեն ոնց են գնում, ինչ ստրատեգիայով։ Դուք այդտեղ ընդհանրապես որոշիչ ոչ մի բան չունեք։ Դուք չեք կարող որոշ ձեր այսպես ասեմ թակավորական կամքը թելադրել, թե ոնց գնա պայքարը, ինչ ստրատեգիայով եւ այլն։ Ստրատեգիան կա, ստրատեգիան իրականում գոյություն ունի, այդ ստրատեգիայով մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ, դուք հարգելի ժողովուրդ տեսնում եք, մենք քայլ փոքրիկ հաղթանակներով գնում ենք առաջ։ 2 ամիս առաջ ոչ մեկ impeachment բառը չէր լսել։ Մի շաբաթ առաջ սկի տեխնացու գոյություն չուներ, մի ամիս առաջ սկի հայտարարություն գոյություն չուներ։ Մենք քայլ սիրուն sense գնում ենք, հասնում ենք մեր նպատակին, ժողովուրդ ջան։ Հիմա ստեղծվել է մի հատ իրավիճակ, որտեղ մենք մարդիկ, ովքեր չեն ուզում Նիկոլ Փաշինյանին որպես իշխանություն այլևս հանդուրժեն, ստիպված ենք դիմադրության երկու շղթաճեղք ենք։ Առաջինը այսպես կոչված ճակերտավոր ընդդիմադիրների դիմադրությունը մենք պետք է ճեղքենք, հետո նոր քպայականների, հասկանում եք։ Այդ հայտարարության մեջ, այդ որ պակասող ձայն բանման, էտա գրած է, այդ հայտարարության մեջ գրած է, որ ՔՊ-ից հետո կմիանա, Սեյրան Օհանյանն էտա ասել է, ՔՊ-ն թող միանա Նիկոլի impeachment-ին, նոր դրանից հետո մենք կմիանանք, այսինքն պատկերացնեք, չէ՞ իրավիճակը։ Այն մարդիկ, ովքեր ձեզ 21 թվականին խափում էին, ասում էին կրելու ենք, խափելով եկան քմեն վերցեցին ձեր, դա մտան ազգային ժողով ու տենց իրանց համար լավ լրված են, չհաշված չորեքշաբթի օրերը, որ այդ օրերին իրանք տենց բոքսի տանձիկ են աշխատում, իշխանության համար, մնացած օբշի կայֆ է, լավ աշխատավարձ, պայեստկեք, բան, անձեռմխելիություն եւ այլ եւ այլ։ Այդ մարդիկ այսօր պայման են ձեր առաջ դնում, ժողովուրդ ջան, որովհետեւ պայման կդնենք, եթե պայմանը կանեք, նոր մենք կպայքարենք Նիկոլի դեմ։ Հիմա բացատրում եմ, սիրելի ժողովուրդ, առաջին անգամ բացատրում եմ, թե ինչի է Ռոբերտ Քոչարյանը սենց հուզվում, սենց ծանր տանում impeachment-ի գործընթացը։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր նպատակը միայն 2026 թվական մինչև իր քաղաքական ներկայությունը ապահովելն է։ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ որևէ ասելիք չունի, բացի ես Նիկոլի ընդդիմադիրն եմ խոսույթից։ Ուրիշ ինքը ասելիք չունի, այսինքն եթե Նիկոլի այսօր մեռնի, վաղը Ռոբերտ Քոչարյանը ասելիք այլևս չունի քաղաքականության մեջ։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հնարավորինս երկար մնա։ Այսինքն մենք ասում ենք արեք հիմա անենք անվստահության գործընթաց 2026 թվականին առանց Նիկոլ մտնենք ընտրարշավի մեջ։ Քոչարյանը հասկանում է, որ առանց Նիկոլ եթե մտանք քարոզարշավի մեջ ինքս 0 ձայն է ստանալու։
Հասկանում եք։ Ինքը ասում է, չէ, ախպեր, թո մնա Նիկոլը հիմա, թո մնա, այսպես թո մնա աղետներով, եկեղեցու դեմ պայքարով, Արցախը թո մնա։ Թո մնա, որ ես 2026-ին հելեմ տես լուրջ դեմքով գամ, ասեմ ում եք ուզում ընտրեք, Նիկոլին թե Պուտինի Ինգեր Քոչարյանին։ Այս է ուզում Ռոբերտ Քոչարյանը։ Ընդամենը սա, Ժողովուրդ ջան։ Պարզ բան։ Ուրիշ ոչ մի ինչ-որ բան չկա։ Դրա համար ցանկացած իրադարձություն, ցանկացած քաղաքական շարժ այս օրերին, սա վնասում է, վտանգում է Ռոբերտ Քոչարյանի ծրագրերը 2026 թվին հերթական անգամ ձեզ խաբելուն։ Էսա։ Այն որ ասում են սա Հայաստան դաշինքին է թիրախավորում, սաղը զարմացած ինձ զանգում ասում եք, բայց ո՞րտե եք դուք թիրախավորում, ո՞նց է իմպիչմենտի գործընթացը թիրախավորում Հայաստան դաշինքին։ Ո՞նց կարա Նիկոլ Փաշինյանին հերացնելու գործընթացը թիրախավորի Հայաստան դաշինքին։ Այդ դրա համար, այտենց։ Որովհետև ցանկացած գործընթացը, որը կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանը 2026-ին ընտրություններին չի լինի, դա ավտոմատ բերելու է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտից հեռանալու է։ Այս մարդը չի ուզում բանից քաղաքական դաշտից հեռանա, ես նորմալ է, դա ցանկություն է, ես իրան բացարձակ ոչ մի բան չեմ ասում հեռացի կամ մնա, չգիտեմ, ինքն է որոշում, դա անձնական որոշում է։ Բայց մեզ բոլորիս պարտադրում է, որ չէ, ժողովուրդ, մի հատ հանգիստ լրվեք տեղները, նստեք տեղները, այն իր ջեբի շներին էլ անել են դոլար անդոմանդոներին, անել է գրել էին բան, անցնցում պետք է լինի միայն իշխանապողությունը, խի, որ ցնցումով լինի, ասենք թե ժոգ կընկնենք մենք այդ իշխանապողությունից, որ ասենք ցնցումներով հանենք Նիկոլ Փաշինյանին, ինչ կլինի։ Անցնցում իշխանապողությունը իրանք նկատի ունեն, ֆռցնեն ձեզ, ժողովուրդ ջան, ձեզ մոլորեցնեն, ֆռցնեն, խափեն, բերեն 2026 թվի ընտրությունների դեմ, ասեն կրելու ենք, եկեք կպեք մեզ, որ մենք կրենք Նիկոլ Փաշինյանին, ում եք ուզում լինի, Նիկոլ Փաշինյանը թե ես։ Սա է Ռոբերտ Քոչարյանի ամբողջ նպատակը եւ ծրագիրը, եւ այս քաղաքական կապրիզի պատանդ է դարձել Հայաստան խմբակցության ամբողջ կազմը, падգամավորական կազմը։ Հայաստան խմբակցության падգամավորները պատանդի կարգավիճակում են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապրիզներին, որին պատանդ են դարձնում ամբողջ ժողովրդին, այսինքն ասում են, չէ, ժողովուրդ, հանգարց Նիկոլին չանեք, մենք պետք է գնանք 26-ի ընտրություններին։ Էս է իրանց ուզածը, ժողովուրդ, բաց, պարզ ասում եմ, բաց եւ պարզ, սա են ձեզանից թաքցնում, ձեզ ուզում են նախիրի հոտի նման քշեն մինչև 2026 թիվ, ձեզ մի հատ է խափեն, ոնց որ խափեցին 2026 թվականին եւ ընտրություններին մի հատ ախր որ ասեմ իշխանապողություններ են անելու, իշխանապողություններ չեն անելու, 2026-ին Ռոբերտ Քոչարյանի հույսը ընդամենը 10 падգամավորական մանդատն է։ Այսինքն այսօր մենք Նիկոլին չենք անում, որ Քոչարյանը 26-ին 10 հատ մանդատ ունենա падգամավորական, իր քաղաքական ներկայությունը ապահովի։ Ռոբերտ Քոչարյանը ցանկացած պարագայում Նիկոլ Փաշինյանին փոխելուն դեմ է, եթե ինքը չի անձամբ, ինքը չի գալիս իշխանության։ Սա է ամբողջը։ Ու այս ամասին արդեն դուք տեղյակ եք, ժողովուրդ ջան։ Տեղյակ եք ու դուք ինքներդ ձեր հետևությունները կարող եք անել, ինքներդ ձեր մասնակցությունը կարող եք անել։ Ես հատուկ շեշտում եմ, որ ես 26 թվին չեմ մասնակցելու ընտրություններին, որպեսզի հանգարցակի բան չանեն, որ ես իբր թե ինչ-որ մեկին թույլատնում եմ, որ ես դառնամ դեպուտատ բան։ Ինձ 100 տարի պետք չի այդ դեպուտատական մանդատը։ Ես գնամ բոքսի տանձիկ աշխատեմ։ Ես ի տարբերություն ձեզ ինքնասիրություն ունեմ։ Այ որ դուք ինքնասիրություն չունեք, գնում եք այնտեղ 2 կոպեկի դիմաց բոքսի տանձիկ եք աշխատում Նիկոլի համար, դարձել եք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պատանդը։ Ես ունեմ այդ ինքնասիրությունը։ Ես չեմ տեսնում ոչ մի բան ազգային ժողովում անելու, բացի իմպիչմենտը։ Ու եթե ես այսօր լինեի ազգային ժողովում որպես падգամավոր, կանեի իմպիչմենտ։ Ուրիշ ոչ մի բան։ Ոչ պայեստ կեքի կգնայի, ոչ թքած այդ աշխատավարձի վրա, ոչ ինչ-որ էշ հարցեր կտայի, ոչ մի բան։ Բացարձակ ոչ մի բան։ Ու եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ իրանք կարան իրանց այդ շուստրի են, ճարպիկ են, ես ընդունում եմ այդ վիզովը, խնդիր չկա։ Այնքան ճարպիկ են, որ կարան սաղին խափեն, մի կռուլ մտնեն ազգային ժողով, չարաչար սխալվում են։ Հայաստան խմբակցության падգամավորներին հետևյալ բան են փոխանցում, որովհետև այնտեղ ընկերներ ունեմ։ Ժողովուրդ ջան, ձեզ Ռոբերտ Քոչարյանը օգտագործում է, ձեզ վարկաբեկում է։ Այս ամբողջ process-ը հիմա պարզ ձեզ ասում եմ, շարունակվում է ձեր դիմադրության պարագայում, շարունակվում է ձեր հեղինակության հաշվին։
ամեն օր դուք հեղինակած զրկվում եք, ինչքան ուշ եք միանում այս process-ին։ Իսկ դուք միանալու եք, տարբերակ գոյություն չունի, այնքան ավելի հեղինակած զրկված եք միանալու այս process-ին։ Ուշ միացեք, ինձ դրանից վնաս չկա։ Ժողովրդին վնաս չկա։ Կա մենակ ձեզ այդ վնասը։ Մենակ դուք եք այդ վնասը ճաշակելու։ Ձեզ Ռոբերտ Քոչարյանը, հարգելի Հայաստան խմբակցության падգամավորներ, ամենակոպիտ ձևով օգտագործում է, որովհետև հեղինակազրկվելու դեպքում դուք նույնիսկ 26 թվի իրացուցակում չեք լինելու։ Սա ես ուզում եք գրած գանք։ Ով է ուզում, թող падգամավորներից Հայաստան դաշինքի զանգի, ես $100 վրա գրած եմ գալի, որ ինքը չի լինելու ցուցակում Ռոբերտ Քոչարյանը։ Իրան հիմա հեղինակազրկում է իր քաղաքական կապրիզի համար, որպեսի այլ ցուցակով ինքը մտնի իր այսպես Կոչուբաևներին ու դոլար անդոներին հավքի միտեղ, տենց մի 10 հոկանոց խմբակցություն վերցնի, որից այսօրվա խմբակցությունից մարդ չի լինելու։ Այնպես որ դուք որոշեք։ Հիմա ինչ վերաբերվում է ինչ որ ձայները պակասում, ավելանում, բան, եսի միջին ինչ Քրիստինե Վարդանյանը գրել էր պակասող ձայներ, եսի ինչ պակասող ձայներ, Քրիստինե ջան, ինչի մասին ես խոսում, չեմ ջոգում։ Այդ ինչ ով է երազ ես տեսել, աղջիկ ջան։ Ինչ պակասող ձայներ։ Մեզ այս պահին իմպիչմենտի համար պակասում է 48 ձայն, 6-ը ունենք, 54 ձայն է պետք իմպիչմենտի համար։ Ինչ մաթեմատիկական հաշվարկների մեջ եք, ինչ 36, ինչ 28, ինչ 2, ինչ հաշվարկների մեջ եք ընկել։ Մի հատ ուշքեք եք ժողովուրդ։ Ո՞վ է ձեզ ասե։ Դուք եք նախաձեռնողը, երբ որ դուք կլնեք նախաձեռնողը, կասեք, քանի ինչ է պակասում, ինչ սուսուփուս կլսենք, կանենք ինչ որ դուք կասեք։ Հիմա դուք այդ նախաձեռնությունից փախել եք, խուսափել եք, նախաձեռնողների առաջ պայմաններ եք դրում, ձեր մաթեմատիկան եք բրթում, լուրջ եք ասում։ Դե հիմա լսեք ձեզ ինչ եմ ասում։ Իմպիչմենտի համար պակասում է այսօր 48 ձայն, որից 28-ը ձերն է։ Տալիս եք տվեք այդ ձայները, չեք տալի ախպեր, իմանանք որ Նիկոլի, ով որ 107 падգամավորից, ով որ ամեն օր դա ասվելու է, ժողովուրդ, այս կատակներից արդեն դուրս եկանք, հասկանում եք, երևի այսօր Քրիստինե ջան զգացիր, որ կատակից արդեն դուրս են գալի, արդեն տենց ցույց ենք տալիս ինչեր կարա լինի։ 180-ի մոտ մարդ այսօր մտավ քո պոստի տակ իմ կոչով գրեց, հարցրեց քեզ ստորագրելու եք թե չէ։ Այդ 180-ից ավել մարդը եւ այլի շատ մարդ, շատ մարդ, Քրիստինե ջան, իրականության հետ առերեսվի։ Վաղը լրիվ ուրիշ բաներ ա մտնելու գրի քեզ, որպեսի էդի չլինի, այսօր դու պետք է միանաս, ախպեր, ուրիշ ինչ-որ բան կա, կարաս չմիանաս, չեմ պարտադրում ոչ մեկի։ Հստակ այսօր պետք է ասեք, կողմ եք իմպիչմենտին, ստորագրում եք, միանում եք, թե չեք միանում, ախպեր։ Չմիանալու համար միլիոն պատճառ կարեք բերեք, ձեր գործն է, ես ինձ հետաքրքիր չի լալաներ եք դուք պատմում, թե չեք ստորագրում։ Ստորագրում եք, թե չէ։ Ով ստորագրում է Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի տակ, ինքը պայքարում է Նիկոլին հեռացնելու համար, ով իր ստորագրությունը չի դնում այդ թղթի տակ, Նիկոլի հանցակիցն է, ախպեր, ընտրեք ինքներդ, հանցակիցն եք Նիկոլի, այսօրվա եկեղեցու դեմ արշավ սկսած Նիկոլի հանցակիցն եք, այսօրվա արշավի Նիկոլի եկեղեցու դեմ արշավի դուք հանցակիցն եք, թե պայքարում եք իր դեմ, ախպեր, այս ինչ-որ պարզ բան է։ Ինչ-որ տենց ինչ-որ երկու ձենը ստուց 28 ընդուց, մեկը վերտալյոտով իջավ բան, այդ սաղ այդ կարող է գիտեք թե մանկապարտեզա ձեր առաջ կանգնած։ Լուրջ եք ասում։ Ձեզ թվում է, որ դուք կարաք ինձ տենց ինչ-որ ֆռցնեք, դե ֆռցրեք, հələ տեսնեմ ոնց եք ֆռցնելու ինձ։ Ֆռցրեք, եթե ձեզ կհաջողվի ինձ ֆռցնել, հալալը լինի ձեզ, սենց ասեմ։ Եկեք դե ուրեմն եթե տենց է, եկեք ճակատի տանք, տեսնենք թե ում ճակատն է պինդ։ Եթե տենց է, ժողովուրդ ջան։ Ուրեմն երևի իմ բարեհամբույր եւ հումորով դեմքի արտահայտությանը խափնվեցիք որոշներդ, հա։ Ընտրեք, եթե Նիկոլի հանցակիցն եք, ձեզ կվերաբերվենք որպես Նիկոլի հանցակիցներ։ Եթե միանում եք իմպիչմենտին, ձեր ցավը տանը, մեր աղբերներն ու քուրերն եք։ Ինքներդ ընտրեք։ Մի բան եղեք, թծենց ինչ-որ խառնվեք իրար։ Ապրիլի 26-ին Գեղամ Մանուկյանը հայտարարեց, պատիվ ունեմը դնում է
Տեխնացություն մենք ոչ միայն ստորագրությամբ ենք միանում, ամբողջ մեր ռեսուրսով, բանով կպտում ենք, անում ենք impeachment։ Մայիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանը կանչեց իր օֆիս, ասեց սենց կետակ կասեք, սաղը հելա գնացի կասիկ։ Ժողովուրդ այն խոսույթը, որով ես ձեր հետ խոսացել եմ, մինչև այսօր, որը դուք տենց գնահատում եք կոշտ յանիմ, այդ խոսակցությանը երնեք եք տալու, լուրջ եմ ասում։ Ասենք լիքը հարցեր անդեղ առաջանում, էլի։ Այդ ԿՊ ֆրակցիայի բաներին, պատգամավորներին խենք մենք ուսապարկ ասում։ Կարաք ինձ բացատրեք։ Խի այդ ուսապարկի թեման ինչի էր նշանակում տենց մարդիկ, որոնք WhatsApp-ներով անում են Նիկոլի հրահանգները, չէ՞, տենց մի հատ մոմենտ կար։ Նես մի արեք, էլի, որ այդ ուսապարկ բառը այս ԿՊ-ի շրջանակներից սկսի դուրս գալ ու գալ հասնել ձեր մոտ։ Ուրեմն եթե ինչ-որ մեկին թվում է, որ տենց ինչ-որ քֆուրներ 3-4 հոգով, 2 հատ ջադու պարավներով, բաներով, սենց այդքան հեշտ է ինձ տենց ինչ-որ ձենս կտրել է, բերանս ծեփելը, խնդում եմ ես ձեր վրա, լուրջ եմ ասում։ Ես ձեր վրա խնդում եմ։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իմ կյանքի նպատակն է։ Ով որ կկանգնի այդ կյանքի նպատակի իմ առաջ եւ կլինի խոչընդոտ, իր վրով քայլելով կանցնեմ։ Այդ ճանապարհին ես ունեմ ընկերներ, ովքեր այդ նպատակի ընթացքում իմ կողքն են։ Եվ ունեմ հակառակորդներ, ովքեր խանգարում են այդ նպատակին։ Այդ մարդկանց վրով քայլելով անցնում եմ ես։ Խոստանում եմ ձեզ, բոլոր այն падգամավորները, ովքեր այդքան մոլորության մեջ կլինեն, որ չեն միանա impeachment-ին, իրարից չենք նեղանում պրոստը, ժողովուրդ ջան։ Ես կորցնելու ոչ մի բան չունեմ։ Ես հայրենիք կորցրած մարդ եմ, ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ։ Ես մանդատ չունեմ, չեմ էլ ուզում ունենամ։ Դուք եք ուզում ունենաք։ Դուք ունեք մանդատ, դուք ունեք ինչ-որ տաքուկ տեղեր եք ձեր համար թե ինչ։ Դուք ունեք ռեյտինգի խնդիր։ Ես չունեմ, ախպեր։ Եկեք կռվենք տենանք։ Դավայցի, թող հաղթի ուժեղը։ Այս պահի դրությամբ, ժողովուրդ ջան, Հայաստան խմբակցության падգամավորները չեն ստորագրում impeachment-ի թղթի տակ, դա ինչ-որ տափակ պատճառաբանություններով են բերում, ես շո ֆրիկներ են անում խոսքերի, ոնց որ 22 թվին նույն Սեյրան Օհանյանը հելավ առանց ամաչելու սուտ խոսած, ասաց impeachment-ի նախաձեռնություն ունենք, որը պարզվեց, որ սուտ է։ Հելավ էլ մի հատ էլ ասաց սպայի խոսք եմ տալի ես իմիջ։ Հիմա էլ նույն ինչ-որ ֆրիկներ, այս պահի դրությամբ impeachment-ի թղթի տակ կա 6 падգամավորի ստորագրություն։ Հայաստան խմբակցության падգամավորներից ոչ մեկի ստորագրությունը այս պահի դրությամբ չկա։ Մնացածը լոլոներ են, որոնցով ժողովրդան ձեզ փորձում են մոլորեցնել, ոնց որ մոլորեցել են վերջի 7 տարին։ Առաջին անգամ impeachment-ի նախաձեռնությունն է իրականացվում 7 տարվա մեջ առաջին անգամ մի հատ քայլ է արվել, իրական քայլ է արվել Նիկոլ Փաշինյանն իրոք հեռացնելու համար։ Մի հատ քայլ է արվել։ Այն որ տենց ժամկետներ են փորձում տան բան, այդ որ դիմադրության շարժման ժամանակ Ժողովուրդ ջան, ձեզ հանում էին փողոց, ասում էին ֆանարիկները տալիս էին ձեռները, ասում էին ելեք քաղաքի փողոցները չափ չպեք։ Ձե դուք ժամկետներ դնում եք իրանց դեմ, հելում եք ասում եք այսքան ժամին պետք է հանես Նիկոլին, այսքան չէ։ Ինչ ասում էին անում եք, չէ։ Վերջում իհարկե կոտրած տաշտակի առաջ դες կանգնացեցին, հարցը դա չի։ Հələ թող մի հատ այդ ժամկետի թեման մի հատ հələ գցեն օրակարգ, շատ գեղեցիկ իրանց անակնկալներա սպասվում այդ թեմայով։ Կրկնում եմ։ Եղբայրաբար եմ կրկնում։ Չեմ սպառնում, լուրջ եմ ասում։ Որտեւ ինձ այս process-ը հաճույք է պատճառում արդեն։ Ես ոչինչ չեմ կորցնում, բացարձակ, ոչ ես եմ կորցնում, ոչ Դավիթ Համբարձումյանն է կորցնում, ոչ պատիվ ունեմ խմբակցության падգամավորներն են կորցնում։ Ոչը ժողովուրդն է այս պահին կորցնում, որտեղ արդեն ինչ ուներ կորցրել է կորցնելու։ Այս պահին կորցնողը միայն Հայաստան խմբակցության падգամավորներ են, ովքեր ընկել են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապրիզի տակ։ Քոչարյանը 2 ոտը դրել է մի կոշիկի մեջ, ասում է չպետք է լինի impeachment-ը, որովհետև ես առանց Նիկոլի չեմ կարա ընտրությունների մասնակցեմ։ Այն որ ես ասում եմ ռեսուրս չունի, այս դրա համար էի ասում, ռեսուրս ունեցող մարդը սենց խառնված չի լում իրար։
ասենց խառնված չի լինում իրար ռեսուրս ունեցողը։ Հարգելի Քրիստինե Վարդանյան եւ Հայաստան խմբակցության այլ падգամավորներ։ Այսօր մի թեթև փոքրիկ տենց ցույց տվեցինք, որ մենք ունենք լիքը համախոհներ, մարդիկ, ովքեր պատրաստ են արագ արձագանքել մեր կոչին եւ թե on-line եւ նաեւ թե off-line, հատկապես off-line լիքը գործողություններ, որտեղ համակիրներ ունենք, որ ընդհանրապես Facebook-ում սկի չկանել իրանք։ Մի արեք այնց, որ դուք առերեսվեք այդ համակիրների հոծ բանակի հետ։ Մի արեք այնց, որ հեղինակազրվեք։ Սա ձեր համար եմ ասում։ Ինձ բան չկա, արեք, եթե ուզում եք արեք, բացարձակ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Impeachment-ը անպայման լինելու է, որևէ տարբերակ չկա, որ չլինի, Ժողովուրդ ջան։ Գոյություն չունի տենց տարբերակ բնության մեջ, որ impeachment-ը չլինի։ Հեսա հաղթահարենք Ռոբերտ Քոչարյանի դիմադրության այդ պատնեշը, 2 ամիս այդ ենք հաղթահարում, Ժողովուրդ ջան, ասենք, մենք իշխանությունից հələ չենք հասել իշխանության դիմադրության պատին, էլի։ Հələ մենակ Ռոբերտ Քոչարյանն է իշխանության հանուն այդ Նիկոլ Փաշինյանի կռիվ տալի մեր հետ, հələ որ այդ կռիվով ենք զբաղված։ Այդ թեման հաղթահարենք ընդդիմության էս անհիմաստ, անկապ, էս կապրիզը, որի համար իհարկե նաև ինչ-որ առումով շնորհակալ ենք, որտեղ այս կապրիզը չլներ, impeachment-ը այսպես հանրայնացում չէր ունենա։ Հաղթահարենք ու անցնենք ԿՊԱ-կանների պատը ջարդելուն, որը հավատացնում եմ ձեզ, շատ ավելի հեշտ է ընթանալու այդ առումով գործը, քան հիմա գնում է։ Այսինքն այսօր Հայաստան խմբակցությունը ասում է ԿՊ-ն թո միանա impeachment-ին։ Հետո մենք պակասող ձեները կտանք, անգամ եթե ԿՊ-ն միանա, էլ ինչ պակասող ձեն։ Դուք ձեր ձեները վերցրեք ու բան։ Հիշեցնեմ, տեսանյութը տարածում ենք Արթուն ենք եւ impeachment hashtag-ներով, Ժողովուրդ ջան։ Կպնում ենք, շատ շնորհակալ եմ բոլորի ձեր ակտիվության համար, շնորհակալ եմ իմ կոչին արձագանքելու համար, շատ շնորհակալ եմ, Ժողովուրդ ջան, միասին մենք անհաղթահարելի ոչ մի բան չունենք։ Իրանք ինչ-որ մի հատ երևակայական պղպջակի մեջ են ապրում, որտեղ տենց ինչ-որ ռոզվի է ամեն ինչ, որտեղ բոլորը իրանք սիրում են, բոլորը ասում են եկեք մի հատ էլ մեզ ֆանարիկներով քայլացրեք, բան։ Սենց ինչ-որ ռոզվի բան է։ Իրականության մեջ Ռոբերտ Քոչարյանը չունի ռեսուրս, չունի ժողովրդական աջակցություն, ունի ամենաբարձր անտի-ռեյտինգը Հայաստանում ընդդիմադիր դաշտում եւ միակ հնարավոր տարբերակը, որ ինքը իր քաղաքական ներկայությունը ապահովի, այսօր ոչնչացնի impeachment-ը, չթույլ չտա, որպեսի որևիցե մի փողոցային շարժում, որևիցե մի գործողություն լինի Նիկոլ Փաշինյան հեռացնելուց, ձեզ բոլորիդ, մեզ էլ ձեր հետ, sense ոշխարի հոտի նման քշի մինչև 26 թիվ, որ 26 թվին հելնի ասի ես Պուտինի ինգերն եմ, եկեք մի հատ ինձ ձեն տվեք, որտեվ հələ մենք չենք հələ հասել դրան, որ ընտրություններով պարտված Ռոբերտ Քոչարյանը, ասենք ոնց եղավ որ Պուտինի ինգերը պարտվեց ընտրություններին, այդ ոնց եղավ որ Պուտինի ինգերոջը բռնի ինձ թե փագին, այդ ոնց եղավ որ Պուտինի ինգերոջ ֆրակցիային սա ռեժիմով բան են անում, նստեմացնում են ազգային ժողովում, այդ ոնց եղավ որ Պուտինի ինգերոջը դատում են, այդ չջոգեցի էլ այդ Պուտինը տենց այդքան թույլ կերպար է ախպեր, թե կարող է տենց պրոստը ընկերը չի էլի։ Տենց ձեզ տենց են ասել ընկերնա, որ դուք տենց ուրախ զվարթ գնաք ինչ-որ ձենմեն տակ։ Այս ամեն ինչին հատիկ անդրադառնալու եմ, Ժողովուրդ ջան, այս հələ նոր է սկսվում, էլի, հələ նոր ենք թափառնում այս ամեն ինչը։ Տեխնացուին Դավիթ Համբարձումյանը արտակարգ տեխնացու է, ես երջանիկ եմ, ես շնորհակալ եմ պատիվ ունեմ խմբակցությանը, ՀՀԿ-ին, որ հենց Դավիթ Համբարձումյանին որպես տեխնացու առաջադրեց, շնորհակալ եմ Դավիթ Համբարձումյանին, որ չմերժեց այդ շատ ծանր իրականում առաքելությունը։ Իր մեջ այնքան մեծ է առաքելության զգացում, որ ինքը գնաց այդ դրան։ Բոլորս միաձայն սատարում ենք Դավիթ Համբարձումյանին, բոլորս ակտիվ կերպով քարոզում ենք ցանցում պատժեշկային կանոն Դավիթ Համբարձումյանին, Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը ես մոտենում եմ նրան, որ ինքս իմ տեխնացությունը կմոտենայի, ես եմ տեխնացություն դրել, այսպես վիճակա։ Դավիթ Համբարձումյանը արտակարգ ուժեղ կամային հատկանիշ, իսկական կամային հատկանիշներով, էլի ոչ թե որոշ Պուտինի ինգերների նման հատկանիշներով տղա է, Դավիթ Համբարձումյանը այն տղեն է,
ում որ Նիկոլը առաջի օրը իշխանության գալով ձերբակալ է կալանավորել է, Դավիթ Համբարձումյանն այն տղեն է, ում ընտանիքի անդամներին կալանավորել են, ձերբակալել, բայց հետո դաժե այս դատարաններն են արդարացրել, Դավիթ Համբարձումյանն այն տղեն է, որ միանձնյա փրթել է ԿՊ-ին 18 թվին Մասիսում, միանձնյա, ոչ թե Գյումրի ողորմելի ընտրության նման կարկատաններով, բաներով չէ, դա միանձնյա մենակով ջարդել է ԿՊ-ին։ Դավիթ Համբարձումյանը այն մարդն է, ով որ մի հատ պարտություն չունի իր հետևում։ Դավիթ Համբարձումյանին ինձ ընդհանուր կապող մի բանը, հիմնական բանը արժե համակարգային այնա, որ ինքը հաղթող տղա է։ Ինքը կիսա հաղթանակներին համաձայն չի երբեք։ Ինքը հայրենասեր է, ինքը հայ առաքելական եկեղեցու նվիրական զավակ է, ինքը կռվող տղա է, կռվող ու հաղթող տղա է։ Պարտվող, զադնի դնող, այս ազգային ժողովում վիզ ծռող բան, այս վիճակների մեջ չկա Դավիթ Համբարձումյանը։ Դավիթ Համբարձումյանը լուրջ կռիվ տվող ու հաղթանակ բերող տղա է։ Մեզ մնում է տեխնացուն արդեն ունենք, շատ լավ է, մեզ մնում է արդեն աշխատենք ձայների բերելու վրա։ Այդ ձայները բերում ենք հետևյալ սկզբունքով։ Այս փուլում բոլորին ասում եմ ինչ ենք անում։ Ճշտում ենք հրապարակային 107 падգամավորների, բոլոր 107, այսինքն 106 արդեն, որտեղ 6 հոգին արդեն 101 падգամավորներին արդեն 6 հոգին իրենց դիրքորոշումը արտահայտել են, ստորագրություն դրել։ 101 բոլոր падգամավորների կապ չունի ԿՊ-ական կլինի, Հայաստան խմբակցություն կլինի, եսիմինչ։ Այդ բոլոր падգամավորների ստորագրությունը կամ դնում են impeachment-ի գործընթացի ներքո, կամ դառնում են Նիկոլի հանցակից գրավոր, հրապարակային, այդ ամեն ինչը արձանագրվելու է։ Երրորդ տարբերակ չկա։ Այն որ ես կասեմ սենց, ես կասեմ տատիս հիվանդեր, ես կասեմ լիֆտի մեջ էի մնացել, ես կասեմ պակասող ձայները բերեք, ես կասեմ այդ ծաղ արդարացումները օլորեք ու մցրեք ձեր համապատասխան տեղերը։ Բոլոր արդարացող падգամավորներին է վերաբերվում այս ամեն ինչը։ Ձեզ ձայն են տվել Նիկոլի դեմ կռիվ տալու համար, հելեք կռվեք։ Կռիվ չեք տալի, Նիկոլից ոչինչով չեք տարբերվում, դուք էլ ձեր աջակցությունն եք ցուցաբերում Նիկոլին։ Այսքան բան վիճակը նետված է, Ռուբիկոնը անցել ենք արդեն, էլ հետադարձ գոյություն չունի։ Սրանից հետո խոսույթը դառնալու ավելի կոշտ, ամեն ինչ դառնալու ավելի կոշտ, ավելի պարզ, ավելի թափանցիկ, սաղը տենալու եք, ով է այսքան ժամանակ Նիկոլի հովանու ներքո ընդդիմադիր խաղացել, ով է կռիվ տվել, ով է իրականում փորձել Նիկոլին հանի, այդ տատու, գյուլնաց տատու հեքիաթները կհավաքեք կետակ հիմա ասել էի եսին որդ է։ Ես կարծում եմ լրիվ նորմալ պարզ բացատրեցի, Ժողովուրդ ջան, կոնսոլիդացվում եք իմ էջի շրջանակներում, Էդգար Ղազարյանի էջի շրջանակներում, Դավիթ Համբարձումյանը կարծում եմ շուտով արդեն էլի հայտարարություններով հանդես կգա, պատիվ ունեմ նախաձեռնող падգամավորները հանդես կգան, բոլոր նյութերը տարածում եք, սա ձեզ կոնկրետ ասում եմ որպես գործ անելիք, բոլոր նյութերը տարածում ենք, արթուն ենք եւ impeachment hashtag-ներով։ Լավ եղեք, հաղթելու ենք, մի գրամ չկասկածեք։